Մատթեոս ավետարան երկրորդ գլուխ հենց առաջի խոսքից կուզենամ կարդալ։ Երբ որ Հիսուսը ծնվեց Հրեաստանի Բեթլեհեմում Հերովդես թագավորի օրերում, ահա արևելքից մոգեր եկան Երուսաղեմ եւ ասացին. որտեղ է հրեաների ծնված թագավորը։ Մենք այսօր իրար ողջունում ենք եւ ասում ենք Քրիստոս ծնվեց, բայց երկրորդ մասն ենք ասում, բացի ծնվելուց ինչ արեց, հայտնվեց։ Շատ եկեղեցիներ այսօր ոչ միայն նշում են Սուրբ Ծնունդը, այլև Աստված հայտնության տոնն են նշում, որովհետև Քրիստոսի ծնունդով ով հայտնվեց մեզ, Աստված հայտնվեց։ Այն, որ Քրիստոսը ծնվեց, դա պատմական փաստ է։ Փաստում են ոչ միայն հոգևորականները, աստվածաբանները, համաձայն են այս փաստի հետ նաև պատմաբանները, անգամ աթեիստները, գիտնականները, որ նա որպես պատմական դեմք եղել է, ծնվեց Հերովդեսի օրոք, ծնվեց Մարիամի եւ Հովսեփի ընտանիքում, ծնվեց Բեթլեհեմ քաղաքի մեջ, սա պատմական փաստ էր։ Բայց այն, որ Քրիստոս հայտնվեց, շատ-շատերի համար սա մութ տեղեկություն է, սա փակ իմաստ ունեցող մի խոսք է։ Քրիստոս ծնվեց, դա բոլորը գիտեն, բայց Քրիստոս հայտնվեց, ոչ բոլորին հայտնվեց սիրներ։ Նա ծնվեց, անգամ իմացավ Հերովդես այդ մասին, նրա ծննդյան մասին։ Ամբողջ Երուսաղեմ քաղաք իմացավ նրա ծննդյան մասին, բայց նա հայտնվեց մոգերին, հայտնվեց հովիվներին։ Քրիստոս ծնվեց, բայց ամեն մեկը հայտնություն չստացավ նրա մասին։ Այսօր ուզենամ ոչ միայն ազդարենք, որ Քրիստոս ծնվեց, այլև ասենք Քրիստոս հայտնվեց նաև։ Որտեղ հայտնվեց, նա ծնվեց Բեթլեհեմ քաղաքում, բայց հայտնվեց իմ կյանքի մեջ, հայտնվեց իմ սրտի մեջ, սիրելիներ, հայտնվեց իմ տան մեջ։ Գիտեք, Քրիստոսի այս պահն ունենալու համար ինչ է պետք, հայտնություն է պետք։ Նա ծնվեց, սա բոլորս գիտենք, բայց որպեսզի նրան ունենանք ինչ է պետք, նա պետք է հայտնվի մեր կյանքի մեջ։ Ուրեմն Տեր, մենք այսօր աղոթում ենք, որ դու ոչ միայն ծնվես մեր սրտերում, դու նաև հայտնվես մեր կյանքի մեջ։ Ով է ուզում նրա հայտնությունը։ Նրա հայտնությունը սա խորը անձնական վերապրում է։ Այդտեղ շատերը կային, ովքեր գուցե եկան, շնորհավորեցին, աշխարհուսան տվեցին, հետո Նազարեթում լուրը տարածվեց, ասեն լսել եք Հովսեփի Մարիամի ընտանիքում մի մանուկ է ծնվել, անունը Հիսուս, բոլորն ասում են աշկդ լույս լինի Հովսեփ, աշկդ լույս լինի Մարիամ, սա ուղղակի ծննդյան մի լուր էր, բայց նա չհայտնվեց ամեն մեկին որպես փրկիչ, որպես Մեսիա, ում հայտնվեց Քրիստոսը, գիտեք ում է հայտնվում, նրանց, ովքեր փնտրում են նրան, ում հայտնվեց, մոգերին հայտնվեց։ Ինչու հայտնվեց մոգերին, որովհետև նրանք Քրիստոսին փնտրում էին։ Եվ ահա պատմությունը պիտի շարունակի եւ ասի, որ եկան մոգերը Երուսաղեմ, ասեցին, որտեղ է հրեաների ծնված թագավորը։ Այսօրվա պատգամը հենց այդպես է կոչվում, որտեղ է թագավորը։ Նրանք եկել են հրեաների թագավորի համար, եւ այդ մանուկը պիտի ծնվեր եւ հայտարարվեր որպես հրեաների թագավոր, բայց այսօր ամեն մեկս հայտարարենք նա նաեւ իմ թագավորն է, ամեն։ Եվ եթե մարդիկ ասեն, որտեղ է այդ թագավորը, ինչ պիտի ասենք մենք։ Ինչ որ կասկածով եք ասում, հա, թերահավատությամբ եք ասում, որտեղ է թագավորը։ Ամեն, այո։ Ինչ ասեցին մոգերը, որտեղ է հրեաների ծնված թագավորը, որովհետև մենք որտեղից իմացանք, որ նա ծնվել էր եւ նա թագավոր էր։ Ինչ տեղից իմացանք, ասում է, որովհետև մենք տեսանք նրա ինչը աստղը։ Այդ թագավորի ամենամեծ նշանը, որ պիտի ազդարարեր նրա ծնունդը, դա նրա աստղն է։ Մոգերն ասեցին, մենք նրա աստղը տեսանք։ Կուզենամ այսօր մենք էլ ամեն մեկս ունենանք այս հայտարարությունը, ես տեսել եմ նրա աստղը։ Տեր Հիսուսը իմ աստղն է, ամեն, իմ սուպերստարն է, ամեն, այսօր աշխարհը բարձրանում է իրենց աստղերով, հոլիվուդյան աստղեր, էստրադայի աստղեր, երաժշտական ժանրի աստղեր, ֆիլմերի աստղեր,
Տեր Հիսուս Քրիստոս իմ գերագույն աստղն է, սիրելիներ։ Եվ մենք պետք է պարծենանք այդ աստղով։ Ովքեր էին մոգերը։ Այն մարդիկ էին, ինչով էին զբաղվում մոգերը։ Ինչ են մոգ կոչվում։ Հա? Որտեղ մոգությամբ էին զբաղվում, շատ պարզ է սա պատասխանը։ Աստղագուշակությամբ էին զբաղվում։ Եվ ինչ տեղի ունեցավ, նրանք ուսումնասիրում էին աստղերը, քննում էին աստղերը, նրանք շատ լավ գիտեին աստղերը, գուցե եւ աստղագետներ էին նրանք, գիտեին բոլոր աստղերի անունները, համաստեղությունները, արևի ծագելու տեղը, մայր մտնելու տեղը, ամեն բանից լավ տեղյակ էին իրանք, մեկ էլ հանկարծ, երբ որ ուսումնասիրում էին աստղերը, ինչ տեսան, մի աստղ, որ բոլոր աստղերի փառքից ավելի փառավոր է, փայլից ավելի փայլուն է, դա Տեր Հիսուս Քրիստոսի աստղն է։ Գիտեք ինչ արեցին նրանք? Նրանք թողեցին մնացած բոլոր աստղերը եւ գնացին մեկ աստղի ետևից։ Այսօր աշխարհը բազմաթիվ աստղերի ետևից է գնում։ Երիտասարդները շլացած, կուրացած գնում են շատ աստղերի ետևից, փորձում են իրանց նմանվեն, իրանց պես խոսան, իրանց պես հագնվեն, իրանց պես կենցաղ ունենան, բայց վաղուց արդեն 2015 տարի առաջ այս բոլորից ավելի իմաստուն եւ խելացի մարդիկ թողեցին մնացած բոլոր աստղերին, որ երկրպագեն միակ ճշմարիտ աստղին, Տեր Հիսուս Քրիստոսին։ Սերերեկիկ այսօր թողնենք մնացած աստղերը։ Ինչ ասեց Հիսուսը վերջին օրերի նշաններից մեկը որն է լինելու, աստղերը պիտի ինչ անեն, երկնքից թափվեն։ Բայց մի աստղ պիտի լինի որպես լուսատու մեզ համար Տեր Հիսուս Քրիստոս աստղն է։ Երբ որ ասում ենք աստղ, ինչ ենք հասկանում, երբ որ ասում ենք այս մարդը աստղ է։ Ինչ ենք հասկանում, ինքը սուր, ինչ որ տենց բաներ ունի, երկնքում է ինքը, որտեղ է ինքը, ինչու է աստղ ինքը, հայտնի է, փայլում է, ընդունված է, իրան սիրում են, և իրան ինչ են անում, երկրպագուներ, աստղերը ունեն երկրպագուներ, մեր Տեր Հիսուս Քրիստոսն էլ իր երկրպագուները պիտի ունեն, ամեն, եթե նա մեր աստղն է, մենք ովքեր ենք նրա համար, մենք նրա երկրպագուներն ենք։ Տեսել եք աշխարհի աստղերի երկրպագուներին, Մադոննայի երկրպագուները, Մայքլ Ջեքսոնի երկրպագուները, Բիթլսի երկրպագուները, ինչ են անում իրանց աստղերի համար։ Խենթանում են, տեսել եք թե չէ։ Տեսել եք ինչպես են խենթանում, ինչպես են գժվում, Բիթլսների համերգները նայեք, մի նայեք, այսինքն, ընկնում են գետնի վրա ու շատ հապ են լինում, հետո, եթե առիթ են ունենում, որ հանկարծ մի քիչ մոտենան իրանց աստղին, տեսել եք, բեմ են բարձրանում, իրան դիպչում են ու ինչ են անում, հպվում են, տեղն ու տեղը ընկնում են իրանց օծությունից, ոչ թե օծությունից, այլ օծությունից, նրանք խենթանում են իրենց աստղերի համար, պատկերացրեք, եթե առիթ ունենան ինքնագիրը վերցնելու, ինչ կնմյաց ստորագրեք իմ գրքի մեջ, և այդ մարդը մինչև իրա ծմա, ինչ անում, ինքը պարծենում անայի, ես գրքիս մեջ ես թղթի վրա ես ինչ աստղն աստորագրել, ինձ բարեմաղթանք ասել, հանկարծ բախտ ունենան այդ աստղի հետ նկարվեն, առաջին ուր են գցում այդ նկարը, Facebook, YouTube, Ադնագլասնիկ, ասեք էլ ինչ եք օգտագործում դերենց, ասեք Instagram, չգիտեմ ինչ է, ինչի համար որ ասեն, ես ես աստղի հետ եմ եղել, չէ, ես իրա հետ եմ եղել, մենք մի անգամ, երբ որ Ամերիկայից հետ էի գալիս օդակայանում, անը մոռացա, մի հատ պարսկայի երգիչ էր, Արբեն, Անդի, այո, Անդին տեսանք, ով գիտե Անդին, Անդի, այդպիսի երգիչ կա պարսկայի, ասում գնանք Զանգեզուրի, չգիտեմ, սարերը, քեֆ անենք, սես երգեր ա երգում, իրան տեսանք, ես ու Լորիս եղբայրն ենք, ուրախացան ու դեպ Լորիս եղբոր բարեկամն էլ էր, հետո Լորիս եղբայրն ասում Վազգեն ջան, արի Անդին ապարատը տանք, ասենք մի հատ Անդի ջան, մեզ նկարի իրար հետ, ասենք ինձ ու Լորիսը, Լորիս եղբայր շատ վատ կզգա, ինքը դրանից բոլորն իր այդ են ուզում նկարվել, մենք ասում ենք Անդի ջան, քայ քեզ տեսենք մի հատ մեզ նկարի
Երբ որ մենք տեսնում ենք ինչ-որ մեկին, ուզում ենք իրանով բարձրանանք, որտեղ ասում ենք ես քո երկրպագուն եմ, ես քո երգերը գիտեմ, ինչ գիտեն երկրպագուներն իրաց աստղերի մասին։ Գիտեք, այսօր ամենապահանջված նորությունը ինտերնետով որն է։ Չէ, հենց այդ է։ Ես իրաց անունները ուղղակի չեմ ուզում բարձրացնեմ այս ամբիոնը փչանա, բայց գիտեն իրանք ինչ են ուտում, ինչ են շնչում, ինչ են հագել, ով երբ է ծնվել, իր ծնունդն են նշում անգամ իրանց ակումբների մեջ, սրանք աստղերն են աշխարհի եւ երկրպագուներն են։ Տեր Հիսուսը մեզ համար սուպերստար է, սիրելիներ, սուպեր աստղ է։ Մենք էլ իր սուպեր երկրպագուներն ենք, ամեն, եւ մենք չենք ամաչում իր երկրպագուն գոչվելուց, ամեն։ Իհատ նայեք ֆուտբոլի երկրպագուներն ինչպիսին են, երբ որ իրանց սիրած աստղերը գոլ են զարկում, ինչպես են վեր թռնում եւ ուրախանում, միթե փառաբանության առաջնորդ կա ստադիոնում, որ ասի, վեր կացեք, մի հատ ծափ տվեք, բոլորը գոլ է զարկել, չկա, բոլոր միահամուռ են։ Ես կարծում եմ եկեղեցու մեջ էլ մենք կարիք չունենք հորդորների, մենք երբ որ աստղը հայտնվում է մեր մեջ, մենք պետք է նրան երկրպագենք եւ պաշտենք նրան, ամեն։ Նա միակ աստղն է, որի անունն է Հիսուս Քրիստոս, եւ մենք դարձանք այդ աստղի երկրպագուն։ Այսօր ուզում եմ քեզ այս հարցը տամ, որ աստղին ես դու հետևում այսօր։ Այսօր աշխարհը տարբեր աստղերին է հետևում, որ աստղի տակ ես ծնվել դու այսօր։ Դա կոնտրության հարցն է։ Աշխարհը պարզում է ասում է ես ծնվել եմ այսինչ համաստեղության տակ, չէ՞։ Կան այդպիսի ասում են այդպիսի մարդիկ։ Դու ինչ ես, մարդ ասում է ես ինչ եմ, այծ եմ։ Էնյոսը կարիճ եմ, ինձ ես գուշեղի։ Հետո 50 տարեկան մի հատ մարդ հատ տարիքով ամուսնացած ասում է ես կույս եմ։ Սա արդեն ծիծաղալի երևույթ է, գիտեք։ Ես ծնվել եմ Հիսուս աստղի տակ, ամեն, նա իմ համաստեղությունն է, ալելույա։ Եվ ես էլ կարիք չունեմ միացնեմ հեռուստացույցը և հափագով սպասեմ տեսնեմ, թե ինչ են հուշում, ովքեր, աստղերը։ Ինձ էլ պետք չի դա, ինձ էլ դա չի վերաբերվում, որտև ես ոչ այռուցի, ոչ կույսի, ոչ կարիճի համաստեղության տակ եմ ծնված, ես Քրիստոսի աստղի տակ եմ ծնված, ամեն։ Եվ մենք շատ անգամ ասում ենք, թող ես երեխեն բախտավոր աստղի տակ ծնվածնի, մենք չենք ուզում բախտավոր աստղի տակ ծնվածնենք, մենք ուզում ենք Քրիստոսի աստղի տակ ծնվածնենք։ Այն ժամանակ հաջողակ է կլինենք ու երջանիկ է կլինենք։ Ինչ ասին մոգերը, մենք նրա աստղը ինչ արեցինք, տեսանք։ Հերովդեսը այդտեղ էր ապրում ու չտեսավ նրա աստղը։ Ոչ էլ հրեաները տեսան նրա աստղը, որովհետև հետաքրքրված չէին, որովհետև ուրիշ աստղերով էին հետաքրքրված, ուրիշների կյանքով էին հետաքրքրված։ Այսօր աշխարհի աստղերը կուրացնում են երիտասարդների աչքերը, որ չտեսնեն այն միակ ճշմարիտ աստղին, որը փայլատակում է մեր գլխավերևում։ Մենք նրա աստղը տեսանք եւ գիտեք ինչ, բավական է մեկ անգամ տեսնել Քրիստոսի աստղը, որ լրիվ ուրիշ կյանքով ապրենք։ Մեկ անգամ տեսնենք այդ աստղը, որ թողնենք մնացած բոլոր աստղերը, ամեն, եւ հասկանանք, որ նրանք աստղ չեն, նրանք ֆալշ են, կեղծ են, նրանց փայլն էլ կեղծ է, բայց Քրիստոսը օրիգինալ, հավիտենական աստղ է բոլորիս համար։ Երկրորդ բանը, որ մոգերն ասեցին, մենք տեսանք նրա աստղը արևելքում եւ ինչ արեցինք տեսնելուց հետո, մի հատ կարդացեք ձեր գրքերը ինչ է գրված, եւ եկանք երկրորդ բանը, առաջին մենք տեսանք, երկրորդը մենք եկանք։ Ավելին ասեմ ձեզ, այսօր շատերը տեսան Քրիստոսի ծնունդը, լսեցին այդ մասին, բայց իրանց տանը մնացին։ Դու չես կարող Քրիստոսին ուղղակի հեռվից տեսնես եւ հեռվից նրան երկրպագես։ Նրան երկրպագելու համար ինչ է պետք։ Պետք է դու դուրս գաս քո տեղից եւ գնաս այնտեղ, որտեղ ինքն է։ Դու չես կարող տանդ նստած փնտրես նրան, դու պետք է քայլ անես։ Շատերն իրանց վերաբերմունքով, գիտեք ինչ են ասում, թող այդ աստղը գա ինձ մոտ։ Ես չեմ ուզում գնամ այդ աստղի մոտ։ Սա հեգնական վերաբերմունք է, բայց եթե աստղը տեսել ես, երկրորդ քայլը պիտի անես։ Դու պիտի գնաս դեպի աստղը։
Ես մի անձնավորության էի ճանաչում, ծառայում էի իրան եւ վկայում էի իրան եւ ինքը ասում էր, տղա ջան, ասում էր, հենց Աստված այս աջ ոտքս բժշկի կգամ եկեղեցի։ Բայց գիտեք, ինքը որ հարսանիք պետք լիներ, գնում էր հարսանիքի, խանութ գնում էր, կնունքի եւ ուրիշ արարողությունների, որ ուղղակի ավելորդություններ ինքը գնում էր։ Երբ որ ասում ես, արի եկեղեցին չէր ասում, այս ոտքս մի քիչ կաղա չեմ կարա, գիտես, այս ցավում է, թող Աստված ինձ բժշկես կգամ։ Ինչ է կարծում, ինչ եղավ իր հետ։ Մի ամիս առաջ ինքը մահացավ եւ էլ չեկավ եկեղեցի։ Ես ինչ ասում, ես ասում եմ, ես վստահ եմ, եթե դու գաս, Աստված պիտի բժշկի քեզ։ Չբժշկի էլ մենք պիտի գնանք այդ Աստղի հետևից։ Ամեն։ Ուրեմն, քանի մենք ունենք ոտք, քանի ունենք հնարավորություն, որտեղ Աստղը փայլում է, գնանք այդ Աստղի հետևից սիրելիներ։ Ուր գնացին մոգերը, նրանք Երուսաղեմ գնացին, որպեսզի գտնեին Հիսուսին։ Մենք ուրեմն եկել ենք, որ նրան երկրպագենք։ Երրորդ բանը որ ասեցին, ուրեմն առաջի բանը սա էր, մենք տեսանք, մենք եկանք, եւ երրորդ բանը նպատակն էր, ինչի համար եկանք, մենք եկանք նրան երկրպագելու համար։ Մենք այլևս չենք ուզում որևէ մեկին երկրպագենք, սա էր մոգերի ասածը, մենք ուզում ենք նրան երկրպագենք։ Քրիստոսը հայտնվում է իրեն փնտրողներին, Քրիստոսին գտնելը դրսևորվում է ինչպես երկրպագությունով։ Այն մարդն է կարող երկրպագել Քրիստոսին, ով փնտրում է իրան, գտնում է իրան եւ արդյունքը լինում է ինչ? Երկրպագությունը։ Ինչ եղավ շարունակության մեջ, ասում են, որ նրանք ասեցին, Հերովդես թագավորը երբ որ լսեց, շատ ուրախացավ։ Այդպես է գրված։ Հա? Ինձ մի հավատացեք, ստուգեք ձեր գրքերը սելներ։ Հերովդես թագավորը երբ որ լսեց, ինչ եղավ? Շատ շփոթվեց, մեկ ուրիշտեղ գրված է խռովեց եւ ասում են ողջ Երուսաղեմ քաղաքն էլ խռովեց։ 3 մոգ խռովեցրեցին ամբողջ Երուսաղեմ քաղաքը, թագավորին ու նրա թագավորական պալատը մեկ հայտարարությամբ, մենք նրան պիտի երկրպագենք։ Դες քո երկրպագությունը կարող է անգամ մարդկանց խռովեցնել։ Եղել է այդպես թե չէ։ Դու որ գնաս ընդեղ էլ հետը չեմ խոսա։ Կասեն հավատացյալա դառը, խայտարակում ես մեզ, գնում եք այդտեղ ինչ եք անում, չենք ուզում, քեզ չեմ եք բարևելու բանի տեղ չեմ դնելու։ Եղել է ում է դա եղել։ Ընտերը թող ձեզ մխիթարի, քաջալերի եւ ողորմի են մարդկանց, ովքեր խռովել են ձեզանից։ Երբ որ դու ուզում ես երկրպագես Քրիստոսին, մի Հերովդեսի հոգի կլինի ինչ որ մի հարազատի մեջ, որ կխռովի քեզանից։ Եթե դու երկրպագես Մայքլ Ջեքսոնին, իրենք այդ բարեկամներն ինչ կանեն, խռովելու փոխարեն կքաջալերեն քեզ, ասես ճաշակով մարդ է, այս մարդը։ Ես երեխեն շատ է սիրում Մայքլ Ջեքսոնն, այդ նկարներն է կախել, իր գրքերն է կարդում, երաժշտությունն է լսում, եւ ինչ կասի աշխարհը, սա շատ նորմալ է։ Եթե մեկը երկրպագի Թաթա Սիմոնյանին, ասեն, ապրես տղաս, այս մեկը կանգնի ասի, ես Քրիստոսի երկրպագուն եմ, ինչ կլինի մարդկանց հետ։ Խռովեն քեզանից։ Գիտեք ինչու կխռովեն, ինչու կխռովեն, որովհետև նրանք այդ աստղը չեն տեսել, որովհետև նրանք այդ հայտնությունը չունեն, բայց մի բան ասեմ ձեզ, մարդկանց խռովելը մոգերի երկրպագությունը չխանգարեց, նրանք մտադրված էին պաշտել, եւ կապ չունի կխռովեն քեզանից, կհակառակվեն քեզ, եկեք մեր մտքում սա դնենք, մեր մտքին սա դնենք, մեր կամքի մեջ, ես Քրիստոսի երկրպագուն եմ, եւ ես չեմ ամաչում նրան երկրպագելուց, ամեն։ Երեք սա շատ բարձ էր, երբ որ մենք դուրսը փողոցում կամ շենքերի մոտ ասում են Քրիստոս ծնվավ, ոմանք գլուխները կախ գնում էին, ոմանք անկյուններից էին նայում, բայց մենք սա ենք ուզում ասենք, մենք Հիսուսի երկրպագուներն ենք։ Մենք ամեն տեղ պիտի ազդարարենք, որ նրան պաշտում ենք եւ երկրպագում ենք նրան, ամեն։ Քո երկրպագությունը կարող է մարդկանց խռովեցնել, մարդկանց քաղաք անգամ խռովեցնել, բայց քեզ չպիտի խռովեցնի։ Դե Քրիստոսի ամենամեծ թշնամիները անհավատները չէին։ Դրանք անգամ անաստվածները եւ ավազակները չէին։ Ընդհակառակը Հիսուսը կոչվեց ում ընկերը,
մեղավորների և մաքսավորների բարեկամը։ Նրա պրոբլեմ չկար մեղավորների հետ և մաքսավորների հետ, ավազակները չէին նրա խնդիրը, նրա թշնամիները գիտեք ովքեր էին։ Քրիստոսի ամենամեծ թշնամիները Աստծո խոսքին հավատացող, բայց այդ խոսքին չհնազանդվող հավատացյալներն են։ Գիտես ով խռովեց։ Խռովեց Հերովդեսը, խռովեցին Երուսաղեմի բնակիչները, խռովեցին քահանաները և քահանայապետը։ Գիտեք, դուք գուցե ասես, որտեղ է գրված, որ Հերովդեսը հավատացյալ էր։ Եկեք շարունակենք պատմությունը նայենք ինչ է ասում։ Երբ որ Հերովդեսը լսեց, շփոթվեց, բոլոր Երուսաղեմը նրա հետ, և նա բոլոր քահանայապետների և ժողովրդի դպիրներին ժողովելով նրանցից հարցրեց, թե որտեղ պիտի ծնվի Քրիստոսը։ Հավատում էր, որ Քրիստոսը պիտի ծնվեր։ Կասկած չուներ, այն աստիճան կասկած չուներ, որ զորքը ոտքի կանգնացրեց ինքը։ Մեկից մեկ ինքը հավատում էր Քրիստոսի ծնունդին։ Շարունակությունը նայենք, և նրանք ասեցին նրան Հրեաստանի Բեթլեհեմում, որովհետև այսպես է գրված մարգարեի ձեռով, և դու Բեթլեհեմ Հուդայի երկիր բնավ փոքրագույնը չես Հուդայի իշխանների մեջ, որովհետև քեզանից իշխան պիտի դուրս գա, որ իմ Իսրայել ժողովրդին հովվի։ Այն ժամանակ Հերովդեսը մոգերին թաքուն կանչելով նրանցից ստուգեց այն երևացող աստղի ժամանակը և նրանց Բեթլեհեմ ուղարկելով ասեց. գնացեք, ստույգ իմացեք այն երեխայի համար և երբ որ գտնեք, ինձ իմացրեք, որ ես էլ գամ երկրպագեմ նրան։ Հերովդեսը հավատում էր Սուրբ գրքին, թե չէր հավատում։ Մեկից մեկ հավատում էր։ Ինքը բառացի հավատում էր, որ հենց Բեթլեհեմում պիտի ծնվեր թագավորը, մանուկը, որ իշխան պիտի կոչվեր, Մեսիան, Քրիստոսը, բայց տեսեք Քրիստոսի ամենամեծ թշնամիները կրոնավոր մարդիկ են, ովքեր գիտեին գիրքը, բայց չեն ուզում գրքին հնազանդվեին։ Նա չէր ուզում երկրպագության այդ թիմին միանալ, չէր ուզում երկրպագեր։ Տեսեք, ինչ է գրված, ուրեմն պատմություն ասում է Հերովդեսն ինքը մոգերին Բեթլեհեմ ուղարկեց։ Ինքը ցույց տվեց հասցեն, ինքը ուղղորդեց նրանց։ Մինչև այդ մոգերը եկան ասին, որտեղ են նա, մոգերը Հիսուսին փնտրում էին սխալ վայրում, սխալ միջավայրում, նրանք Երուսաղեմ էին եկել փոխանակ Բեթլեհեմ գնային։ Երբեմն մարդիկ էլ Հիսուսին սխալ տեղերում են փնտրում։ Նրանք փնտրում են պատմության մեջ, նրանք փնտրում են ավանդույթների մեջ, նրանք փնտրում են տարբեր ծեսերի մեջ և շատ լավ գիտեն ծեսերը, բայց չգիտեն Քրիստոսին, չեն ճանաչում Քրիստոսին։ Սա իրական պատմություն է։ Մի անգամ ասում են մի շատ հարուստ եվրոպացի ընտանիք, մի զույգ որոշեց իրենց երեխայի կնունքը նշել և այդ քաղաքի բոլոր մեծահարուստներին հրավիրեցին, ինչ է թե մեր երեխայի կնունքն է, բոլորը եկեք և մասնակցեք, հատուկ սենյակ առանձնացրեցին դրա համար, հատուկ մահճակալ առանձնացրեցին, որ գան երեխային տեսնեին, հյուրերը եկան, իրանց վերարկուները, քանի որ ձմեռ էր, հանեցին և գցեցին մահճակալի վրա, տարվեցին իրարով, տարվեցին խմիչքով, տարվեցին ծեսերով, այո ճիշտը սա է, ճիշտը այնպես է, ինչ լավ օրը կա, կնքվեց երեխան, փառք Աստծո, շնորհավորում ենք։ 2 ժամ հետո բոլոր իրար նայեցին, ասում, որ այդ երեխան։ Գիտեք երեխան որտեղ էր, վերարկուների տակ, արդեն մահացած, խեղդված վիճակում, որովհետև նրանք եկել էին ծեսի համար, ոչ թե երեխայի համար, եկել էին արարողության համար, ոչ թե մանուկին տեսնելու և բարձրացնելու համար, և երբեմն մենք կարող ենք մեր ավանդույթներով խեղդել Քրիստոսի ծննդյան իսկական նշանակությունը։ Եկեք ծեսերը հանենք, վերարկուները հանենք և մանուկին բարձրացնենք, սիրելիներ։ Քրիստոսին ճիշտ տեղում փնտրենք, ոչ թե ավանդույթների մեջ փնտրենք, այլ նրան փնտրենք, գիտեք որտեղ, նրա տան մեջ։ Ասում են մի անգամ Հովսեփն ու Մարիամն էլ կորցրեցին Հիսուսին, հիշում եք այդ պատմությունը, որտեղ էին փնտրում Հիսուսին։ Մարիամ մտածում ասում է, դեպի քրոջս տուն է գնացել։ Դու քրոջս տուն ստուգեցին, չէ։ Հովսեփն ասում է, աղբորս հետ կլինի, աղբորս երեխեքի հետ կլինի, այնտեղ էլ չէր։ Որտեղ գտան Հիսուսին։ Չգիտեք, որ ես իմ հոր տանը պիտի լինեմ։ Եկեք այսօր Քրիստոսին փնտրենք իր հոր տան մեջ, իր սուրբ եկեղեցու մեջ, ամեն ճիշտ վայրի մեջ փնտրենք և նրան կգտնենք, սիրելիներ։
Ուրեմն մենք եկանք նրան երկրպագելու համար։ Ես վստահ եմ այսօր եկել ենք Քրիստոսին երկրպագենք, ամեն, նրան պաշտենք եւ նրան բարձրացնենք։ Շարունակենք 9-րդ եւ 10-րդ խոսքերն են նայենք միասին։ Եվ նրանք երբ որ լսեցին թագավորից, գնացին եւ ահա այն աստղը, որ տեսան արևելքում, նրանց առաջին գնում էր, մինչև որ եկավ կանգնեց այն տեղի վրա, ուր էր երեխան։ Եվ երբ որ նրանք տեսան այն աստղը, մեծ ուրախությունով ուրախացան շատ։ Եվ երբ որ տուն մտան, գտան երեխային իր մայր Մարիամի հետ, եւ ընկնելով երկրպագեցին նրան, եւ իրանց գանձերը բացեցին, ընծատվեցին նրան ոսկի եւ կնդրուկ եւ զմուրս։ Գիտեք, ինչով կարող ենք ասել, որ նրանք վստահ էին, որ գտան թագավորին։ Այդ օրը Բեթլեհեմում շատ երեխաներ գուցե ծնված լինեին, շատ նորածիններ լինեին, որ հանկարծ սխալվեին։ Գիտեք, հաստատ այդ մոգերը չէին սխալվի, որովհետև ինչ տվեցին, ոսկին, կնդրուկը եւ զմուրսը, իրանց գանձը այդ մանուկին տվեցին։ Եթե իրանք 100% վստահ չլինեին, որ նա է թագավորը, նրանք չէին տալ նվերները։ Եվ վստահության նշանը որն էր, աստղը, որ փայլատակում էր։ Երբ որ մենք Քրիստոսին գտնում ենք, հաջորդ քայլը որ լինում է ինչն է, մեր գանձերը նրան ենք տալիս։ Մեր ամենաթանկը նրան ենք տալիս։ Հնարավոր չի նրան գտնող մարդը նրանից մի բան խնայի եւ նրանից մի բան պահի։ Պատրաստենք այսօր մեր գանձերը բացենք նրա առաջ։ Մեր սիրտը, մեր երկրպագությունը, մեր պաշտամունքը նրան մեծարենք։ Ամեն։ Սա իսկական է Սուրբ Ծնունդի խորհուրդն է ելներ։ Քո գանձերը բացիր այսօր Հիսուսի առաջ։ Կուզեմ պատրաստվենք երկրպագության, ինչպես այս մոգերը եկան եւ երկրպագեցին։ Գիտեք, մի խոսք կա այս մոգերի մասին նաև որոշ թարգմանությունների մեջ գրված է իմաստուններ։ Ասում են իմաստուն մարդիկ փնտրում են նրան, ավելի իմաստուն մարդիկ գտնում են նրան, բայց ամենաիմաստունները երկրպագում են նրան։ Որ մի իմաստուն ես ուզում լինես։ Քրիստոսին երկրպագելը գերագույն իմաստություն է։ Նրան երկրպագելը իսկապես շնորհք է եւ հաճույք է սիրելիներ։ Ես կարծում եմ այդ մոգերը երբևէ որևէ թագավորի նման ձևով չէին երկրպագել, ինչպես այդ օրը Հիսուսին։ Ուզում մեր գլուխները մի պահ խոնարհեցնենք։ Հետևենք այդ աստղին, Սուրբ Հոգու նշանին, Սուրբ Հոգու լույսին, որպես կտանի ճիշտ տեղ, դեպի Խանձարուր, դեպի Մսուրը, դեպի Բեթլեհեմ, այնտեղ որտեղ մանուկն էր։ Քրիստոսի ծնունդը հեռավորներին մոտիկ սարքեց։ Այս մոգերը շատ հեռու տեղից էին եկել, բայց նրանց մոտիկ սարքեց, բարեկամ ու հարազատ։ Այսօր մեր մեջ են մարդիկ ունեն Կանադայից եկել են մեր մեջ։ Ինչն է միանվանում Քրիստոսի ծնունդը։ Եթե նա ծնված չլներ, գուցե այսօր ես ու դու էլ չծնվեինք, կամ ծնվեինք, բայց դժբախտ մեկը լինեինք։ Գրված է, որ մոգերը գտան մեծ ուրախությունով ուրախացան շատ։ Պիտի խնդրեմ, որ այսօր Հայր Աստվածը իր ուրախությունը բաշխի ինձ ու քեզ։ Դնի մեր սրտերի մեջ Քրիստոսի ծննդյան իսկական ուրախությունը, որ նրա ծնունդով մեր կյանքը վերածնվեց, մեր հույսերը, մեր ուրախությունը։ Կուզենամ շոշափես նրան, գրկես նրան, հայփայես եւ ուրախանաս։ Թեպետ շատ առեղծվածային է այս պատմությունը, մենք մոգերի մասին շատ բան չգիտենք։ Մենք մի բան գիտենք, որ նրանք 3 նվեր մատուցեցին, բայց իրականում ցես կասեմ նրանք 4-րդ նվերներ ունեին։ Եվ նրանց 4-րդ նվերը նրանց երկրպագությունն էր, նրանց խոնարհվելը Քրիստոսի առաջ։ Կուզենամ այսօր դու էլ քո 4-րդ նվերը դրես նրա առաջ, նրան պաշտես, նրան երկրպագես, նրան մեծարես։
Եթե դու այն մեկն ես, որի սրտի մեջ դեռ Քրիստոս չի ծնվել, հրավիրիր այսօր։ Ասա Տեր, արի իմ սրտի մեջ էլ ծնվիր այսօր։ Իմ ընտանիքի մեջ ծնվիր այսօր։ Թող քո աստղի իմ տան վրա էլ փայլատակի այսօր։ Եթե դու լսել ես նրա ծննդյան մասին, բայց նա քեզ չի հայտնվել, ես կուզենամ այսօր ոչ մենք Քրիստոսի ծնունդը նշենք, այլև Աստված հայտնության օրը եւ ասենք Տեր Հիսուս հայտնվիր ինձ։ Հայտնվիր իմ խռովությունների մեջ, հայտնվիր իմ հիվանդությունների մեջ, հայտնվիր իմ անճար, անօգնական վիճակների մեջ, ես քո հայտնության կարիքն ունեմ, Հիսուս, ես քո փայլատակող լույսի կարիքն ունեմ, ով Տեր։ Ես ուզում եմ ասեմ, ոչ միայն Քրիստոս ծնվեց, ես ուզում եմ անձնապես հայտարարեմ Քրիստոս հայտնվեց իմ կյանքում հայտնվեց։ Ուզում եմ մեր ձեռքը դնենք մեզ վրա, Քրիստոսի հայտնությունը հայտարարենք մեր կյանքի մեջ։ Արդյոք դու հայտնություն ունես, որ նա է Աստծո որդին։ Արդյոք հայտնություն ունես, որ նա եկավ աշխարհ, մահացավ, դրվեց գերեզման եւ երրորդ օրը հարություն առավ։ Սա հայտնություն է պետք։ Արդյոք հայտնություն ունես, որ նա է կենթանի Աստվածը, հավիտենական իշխանը, խաղաղության, խորհրդականը, հայրը։ Արդյոք հայտնություն ունես, որ նա գալու է իր եկեղեցու ետևից։ Արդյոք հայտնություն ունես, որ նա քո Տերն է եւ նա սիրում է քեզ։ Սա է հայտնվելը Քրիստոսի։ Հենց հիմա այս մեղմ աղոթքների մեջ թույլ տան Քրիստոս հայտնվի ինձ եւ քեզ, որ ավետումը լիարժեք լինի, որ ասես այո ծնվեց, բայց նաև հայտնվել է, ինձ հայտնվել է, ես նրան տեսել եմ, ես նրան շոշափել եմ, ես այդ մոգերի պես, Սիմոն ծերունու պես նրան գրկել եմ, նրան վայելել եմ, նրան համբուրել եմ, աշկս է տեսել, ականջս է լսել, և ես նրա երկրպագուն եմ դարձել։ Եթե դու նրա երկրպագուն ես, կուզենամ կանգնես, եթե որոշում ես այսօր դառնալ Քրիստոսի երկրպագուն, հակառակ բոլոր Մայքլ Ջեքսոնների, Մադոննաների և մյուսների երկրպագուների ցույց տանք աշխարհին, որ կենդանի են Քրիստոսի երկրպագուները, կենդանի է նրանց երկրպագությունը և պաշտամունքը, ահա մենք մեր երկրպագությամբ, ահա մենք մեր խոսքերով, մեր սրտերով, մեր պաշտամունքով, կային մարդիկ, ովքեր Լենինին էին երկրպագում տարիներ շարունակ, ովքեր Ստալինին հայր էին հայտարարում տարիներ շարունակ, բայց դա շատ կարճ տևեց սիրելիներ, չկան այսօր նրանց երկրպագուները, գերեզմաններում են նրանց երկրպագուները, հանրագիտարանների հաստ գրքերի մեջ փոշիացել են նրանց երկրպագուները, բայց ահա Քրիստոսի երկրպագուները սիրելիներ, ահա ես և դու, որ պատրաստ ենք նրան մինչև վերջ երկրպագենք։ Ես վերջում մի բան պիտի ավելացնեմ, երբ որ Քրիստոս ծնվեց և հայտնվեց, Հռոմեացիների 8-րդ գլուխն ասում է, ամբողջ աշխարհը հիմա արդեն չի սպասում Քրիստոսի հայտնությանը, գիտեք ում հայտնությանն է սպասում, Աստծո որդիների հայտնությանն է սպասում, նա հայտնվեց պատմության մեջ, տեսան նրան, գրվեցին գրքեր, այսօր ժամանակն է, որ Աստծո որդիները առաջ գան և ասեն ահա մենք, Քրիստոսի հետևորդներս, այն մանուկի երկրպագուները, ով 2015 տարի առաջ ծնվեց, բայց այսօր շարունակում է ապրել, ահա մենք նրա երկրպագուներն ենք, հայտնվենք աշխարհին, հայտնվենք ստեղծագործությանը, հայտնենք բարի լուրը, Քրիստոս ծնվեց և հայտնվեց, և ես էլ ծնվեցի և հայտնվեցի, որ այս լուրը տարածեմ, որ նա գալիս է, թագավորը գալիս է, աշխարհը նրան տեսավ մի մանուկ, աշխարհը հետո տեսավ փայտից կախված անօգնական մեկը, բայց շուտով աշխարհը տեսնելու է նրան որպես տերերի տեր, թագավորների թագավոր, ով պիտի վերադառնա ամպերով սիրելիներ։
Այստեղ են Քրիստոսի երկրպագուները։ Եկեք բարձրացնենք մեր ձեռքերը, երկրպագենք Հիսուսի։ Պաշտենք նրան, բարձրացնենք նրան, օրհնենք նրան եւ ասենք այսօր իմ հերթն է։ Իմ սրտի մեջ ծնվիր Հիսուս։ Իմ կյանքի մեջ ծնվիր Հիսուս։ Իմ քաղաքի մեջ ծնվիր Հիսուս։ Թող Բեթլեհեմի աստղը Ամովյանի վրա այսօր փայլի, Բյուրեղավանում փայլի, Նոր Հաճնում փայլի, գյուղերի վրա փայլի եւ մոգերը, կախարդները գան եւ երկրպագեն նրան։ Եկեք այդպես պաշտենք նրան հիմա, երկրպագեն։ Հիսուսին գրված է, որ կանչեց Հերովդեսը, ասես միակ բացեք այդ գիրքը, կարդացեք, տեսեք, որտեղ այդ Քրիստոսը։ Գիտեք, որն էր կողմնացույցը մոգերի Աստծո խոսքը։ Ով որ փնտրում է նրան, գիտեք որտեղ փնտրեք իր խոսքի մեջ, եւ դու կգտնես նրան։ Նրա խոսքի մեջ է գտնվում Քրիստոսը։ Եկան քահանաները, ասեցին գրված է, պիտի այստեղ ինքը ծնվեր, եւ այնտեղ ճիշտ այնտեղ իրան գտան։ Ուրեմն խոսքը վերցրան, թող խոսքը այսօր քեզ բարուրի, թաթաթի, սա էլ մի խանձարուր է, որ դու էլ այս խոսքի մեջ ծնվես, հայտնվես եւ Քրիստոսին գտնես։ Շնորհակալ եմ քեզ Աստծո։ Պատրաստ եք այսօր գրկելու, թաթաթելու այդ մոդուլին, մեր սրտի մեջ դնելու։ Եթե մենք մեր տեղերից դուրս գանք այսօր, մոտենանք այս բեմին, խորանին, պաշտենք նրան, երկրպագենք նրան, ինչպես ծնկի գած ծնկի արի, ձեռքերի բարձրացնես բարձրացնում, դուրս արի քո տեղից, քայլ արա, պաշտիր նրան, ցույց տուր, որ ես նրան երկրպագում եմ, որ ես չեմ առաջ, որ ես պաշտում եմ նրան, թե մարդկանց առաջ, թե ծածուկ տեղը,
հայտնի տեղը, ես նրա երկրպագուն եմ, կամ նրան երկրպագեցնել է, դուրս կան, առաջ կան, դուրս կան մեր տեղերից, երկրպագեն Քրիստոսին, բարձրացնեն մեր ձայները, մեր աղոթը, մեր փառավան ջոհը։ Մի երկսր դուրս, կարող դու սայրոքուս, որ սպասում է կեր, ավելի լավ երկրպագեն, քան աշխարհն է ասում երկրպագեն։ Բարձր ձերքերից, որ մոտ է ամենից, հնչում է երկիրն է բաց, երկիրն է վերառնում, իմ խորհեկերը չկա ուրիշ, չկա էլ անհնար, զորավոր է սերը միայն տեսնել, միայն քեզնից մի խոսք, որ իստատիս է վերջը տեսնենք, վերջում ասում է և երազում հրաման առան, ետ չդառնալ Հերովդեսի մոտ։ Եկեք այսօր այս հրամանը Տիրոջից առնենք, էլ հետ չդառնանք աշխարհի թագավորների մոտ, հետ չդառնանք բռնակալի մոտ, թշնամու սատանայի մոտ, հետ չդառնանք նրանց մոտ, ովքեր ուզում են սպանացնել այս խորհուրդը, այլ ինչ անենք, ասում է, և ուրիշ ճանապարհով գնացի։ Հալելույա, այս ուրիշ ճանապարհը գիտեք ով էր։ Տեր Հիսուսը պիտի ասեր, ես եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը։ Գիտեք ինչ ուրիշ ճանապարհով գնացին, որովհետև նրանք գտան ճանապարհը վերջապես։ Տուն տանող ճանապարհը գտան։ Ես կուզենամ այսօր, երբ որ մենք տուն գնանք, ոչ թե ֆիզիկապես, այլ հոգևորապես, ուրիշ ճանապարհով ընթանանք սերներ, Քրիստոս ճանապարհով գնանք, ոչ թե այն ճանապարհով, որ Հերովդեսն ու Երուսաղեմը գնաց, այդ ճանապարհը խաչելության տարավ Հիսուսին, այլ գնանք երկրպագության ճանապարհներով, պաշտամունքի ճանապարհներով,
գնան փոխված, որ նայելով ասեն, այս մարդը գնաց Հրեաստան, հիմա լրիվ ուրիշ ձևով փոխված եկավ։ Էլ մոք չի, այլ երկրպագուի, հալելույա։ Եկեք այսօր այդպես գնանք մեր տները, սիրելիներ։ Ես նրան երկրպագել եմ այսօր, ես էլ ուրիշ ճանապարհներով եմ ընթանում։ Ինձ էլ չի հետարքրում ձեր աստղերը, չի հետարքրում ձեր խավար գործերը, ես գտել եմ ճանապարհը։ Եվ դա Հիսուս Քրիստոսն, հալելույա։ Կարող մեր ծափերը որդնել թագավորի։